Երրորդ շաբաթն է պատերազմի Իրանի դեմ։ Իրանի պատասխանը իսրայելա-ամերիկյան հարվածներին կարելի է համարժեք համարել։ Այո, իհարկե համարժեք է, բայց պետք է հասկանալ, որ ի սկզբանե երկու կողմերը տարբեր պատերազմներ են տարել։ Դες կարելի է ասել, որ հիմա մի պատերազմի ընթացքում 3 հատ պատերազմ է գնում։ Առաջի պատերազմը դա Միացյալ Նահանգները Իրանի դեմ, եւ այդ պատերազմը անց է կացվում, կարելի ասել դասական մեթոդներով Միացյալ Նահանգների ռազմական ռազմավարության կողմից օդային արշավ է, օդային ռազմավարական արշավ է, որի նպատակները վաղուց ձևավորված են, առաջին առաջնորդողներին ոչնչացնել, ենթակառուցվածքները եւ այլ։ Միացյալ Նահանգները տանում են կլասիկ իրանց համար պատերազմ։ Իսրայելը ունի իր նպատակները, եւ Իսրայելը այդ պատերազմում եւ Միացյալ Նահանգների նպատակներն է ոչնչացնել ենթակառուցվածքները եւ հասնել ռեժիմի փոփոխման, ասենք, այդքան հայտարարել։ Իսրայելը ուրիշ պատերազմ է տանում։ Իսրայելի համար դա ինքը Իրանին ձևավորում է որպես գոյատևական ռազմական սպառնալիք եւ մտադիր է ոչնչացնել Իրանին ինչքան կարելի է շատ իր ենթակառուցվածքները, ռազմական ներուժը եւ ազգային ներուժի ոչնչացումը, որ կարողանա մի 20-30 տարի հետ շփրտի Իրանին վատագույն սցենարում, լավագույն սցենարում հասնել դրան, որ Իրանը որպես երկիր ոչնչացում է, կոլապսի է հասնում քաղաքացիական պատերազմի։ Այսինքն Իսրայելի եւ Ամերիկայի նպատակները նույնը չեն։ Նույնը չեն։ Եվ այստեղ Ինչու են միացել։ Այստեղ շատ մեծ դժվար հարց է, որը տալիս են ոչ մեկը չի կարողանում պատասխան գտնել, ավելի պարզ ասում եմ, այս պատերազմը ավելի շուտ Իսրայելի պատերազմն է։ Իսրայելն է սպառնալիքով կամ կաշառքով կամ ուրիշ ձևով համոզել Տրամփին մտնել պատերազմ, որը ամերիկյան ազգային շահերից, այո, Իրանը կարելի ասել սպառնալիք է, բայց բոլորը համաձայնում են, որ այդ սպառնալիքը հետաձգված սպառնալիք է, այսօրվա սպառնալիք չէ։ Եվ միայն պատասխանը, որը ողջամիտ գտնում են, դա Իսրայելի շահերն են։ Ամերիկյան ադմինիստրացիայում էլ այդ բակասությունը ասում են, ենթադրում են, ասածներն ասում են, բայց իրականում դա իրոք ավելի շուտ Իսրայելի պատերազմ է, ոչ թե Միացյալ Նահանգներին։ Եվ երրորդ կողմը դա Իրանն է, որը տանում է իր պատերազմը։ Եվ Իրանը գիտեր, որ այս պատերազմը ինքը լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում ինքը ոչ մի շանս չունի Իսրայելի Միացյալ Նահանգների դիմադրել ռազմական մեթոդներով, կլասիկ մեթոդներով, եւ ինքը ի սկզբանե պատրաստվում է անկանոն պատերազմի եւ անկանոն մեթոդներին։ То есть Իրանը ի սկզբանե գիտեր, որ եթե իրար հարվածում են ռազմական ոլորտում, Իրանը պատրաստվել է եւ հարձակվել է ոչ ռազմական դասական ոլորտում, Իրանը ավելի շուտ պատասխանել է տնտեսական, ֆինանսական ոլորտում։ Փակելով Արմուզդի առանցքը, ինքը փաստորեն հարված է հասցրել տնտեսության, ընդհանուր գլոբալ համաշխարհային տնտեսության։ Հետևանքը ակնառու է, այսօր 1 բարելը նավթի $111։ Եվ գազն է նույն ձևի բարձրացել այսօր, որովհետև Իսրայելը խփեց գազային հանքավայրերին, որը բոլորը հասկանում են, Իրանը պատասխանել Կատարին եւ քանդվեց նաեւ գազային ենթակառուցվածքը համաշխարհային, ոչ թե միայն տարածաշրջանային։ Դրա համար Իրանը պատրաստվել էր եւ հասկացել է, որ ինքը պիտի պատասխանի ուրիշ ոլորտում եւ Միացյալ Նահանգները Տրամփը պատրաստ չէին, որ կարող է այդպես տիրույթ ունենալ։ Հասկանում եք նվեր, բայց ճակետները ոնց ասեմ, զարմանալի է կամ անզարմանալի է, բոլոր Միացյալ Նահանգների նախագահները սկսած Ռեյգանից գիտեին համաշխարհային համակարգի խոցելությունը Իրանի կողմի, Օրմուզդի առանցքի կողմից։ Դրա համար Ռեյգանը չմտավ պատերազմի մեջ, բոլոր նախագահները գնահատելով սպառնալիքները եւ հետևանքները չէին մտնում պատերազմի մեջ։ Բայց Տրամփին Իսրայելը համոզվեց գնալ այդ ճանապարհով եւ հիմա եւ Միացյալ Նահանգներն են ստանում հետևանքները։ Եվ Իսրայելն է ստանում հետևանքները։ Իսրայելի համար կարճաժամկետ, եթե վերջին ժամանակներում 5-10 տարվա կտրվածքով ինքը հասել է բոլոր իր նպատակներին, կարող ավելին ստանալ։ Բայց Միացյալ Նահանգները, Իրանը, Մերձավոր Արևելքը, աշխարհը բոլորը կորցրել ենք։
Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին միասին հաշվարկենք այստեղ։ Ինչու՞ չի հաջողվում վերցնել Հորմուզը։ Դա անհնար է, անհնար է, նվեր։ Դու չես կարող կանոնական մեթոդներով վերցնել Հորմուզը, որովհետև այնտեղ շատ հեշտ կարելի է կազմակերպել անկանոն իրեգուլար պատերազմի մեթոդներով փակել այդ միջանցքը, որովհետև այստեղ աշխատում է ոչ թե այնքան ռազմական սպառնալիքը, ինչքան վախը կամպանիաների կողմից, մեկը երկուսը ճակետներով խփվեց, մնացածները չեն մոտենում, որովհետև ռիսկի գնահատում ինքան մեծ է, որ իրանք չեն ուզում մտածել, բիզնես ուրիշ ձև է մտածում։ Այսինքն Հորմուզի նեղուցի փակ պահելը Իրանի գլխավոր խաղակարգն է։ Գլխավոր խաղակարգն է, որը գալիս է աշխարհաքաղաքական որպես միջոց եւ աշխարհաքաղաքական գործոն, եւ նորից եմ կրկնում Միացյալ Նահանգների ռազմավարական միտքը եւ քաղաքական միտքը դա գիտե։ Ուղղակի Տրամպը այնքան սահմանափակ դուրս եկավ, կամ այնքան կաշառված դուրս եկավ, կամ ինչ որ լծակներ ունի Իսրայելը Միացյալ Նահանգների դեմ, որ ինքը օգտագործեց եւ Տրամպը չկարողացավ ասել ոչ։ Բայդենը, որին բոլորը մեղադրում են ոչ թե լավ նախագահ, բայց Բայդենը երկու անգամ դուրս է եկել այդ փակուղուց, երկու անգամ չի համաձայնվել մտնել պատերազմի մեջ։ Նետանյախուն չկարողացավ Բայդենին համոզել։ Բայդենին, Կլինտոնին, Ռեյգանին, Բուշին ոչ մեկը չկարողացավ, բայց Տրամպը արեց այն, ինչը չի կարելի անել եւ հիմա անհասկանալի վիճակ է Միացյալ Նահանգների համար, որովհետև երկարաժամկետ պատերազմ տանել այն ինտենսիվությամբ, որը այսօր տեղի է ունենում, Միացյալ Նահանգների ռազմաարդյունաբերական համալիրի վիճակի չէ։ Տրամպը շատ միանք հիմա հավաքել անորից։ Դրան պատրաստ չի նաև համաշխարհային տնտեսություն։ Համաշխարհային տնտեսությունը պատրաստ չի, ոչ մեկը պատրաստ չի։ Նորից եմ կրկնում, ինչքան ես նայում, այս բոլոր ռազմական գործողություններից հետևանքներից միայն օգտատերը դա Իսրայելն է։ Ուրիշ որևէ երկիր գտնել, որը օգուտ է ստացել։ Դե նավթից հիմա Ռուսաստանն էլ է շահում։ Ռուսաստանը ստացել է, բայց Ռուսաստանի համար նույն դա այդ կարճաժամկետ Ռուսաստանն է առաջինը։ Եթե վերցնում ես երկարաժամկետ, իհարկե Չինաստանն է երկրորդը։ Վերցնես, եթե հաշվարկնի անես, որովհետև այն ռազմամիջոցները, որը հիմա օգտագործում են Մերձավոր Արևելքում, որ սպառվում են, այդ ռազմամիջոցները չեն կարող օգտագործեն Չինաստանի դեմ, որովհետև բոլորը հասկանում են եւ գիտեն, որ հիմնական սպառնալիքը եւ ուղղությունը Միացյալ Նահանգների համար դա Չինաստանն է։ Եվ իրանց ռազմավարության մեջ իրանք հաղորդուց հայտարարել են, որ իրանք ուզում են դուրս գալ Մերձավոր Արևելքից, ուզում են դուրս գալ Եվրոպայից, որ կենտրոնանան Չինաստանի վրա, բայց կենտրոնանալու տեղ ավելի շուտ ստացվել է, որ իրանք իրենց ներուժը ստիպված են հավաքել եւ սպառել հիմա Մերձավոր Արևելքում Իսրայելի համար։ Դրա համար Միացյալ Նահանգները աշխարհը պարտվել են, ճակետներում արդեն կարելի է ասել, շահել է կարճարաժամկետ դա Իսրայելն է, բայց այդ կարճարաժամկետը, որովհետեւ վաղը թե ուշ խնդիրներ են առաջանալու, որովհետեւ Մերձավոր Արևելքի արաբական երկրներն են տուժվել, իրանց տնտեսությունն տուժվել, այն ոչ թե տպավորությունը, այն որ Մերձավոր Արևելքը կայուն է մոնարխիաները, որը կառուցել են, որտեղ կարելի է ներդրումներ անել, այդտեղ ամեն ինչ ապահով է, այդ ամեն ինչը հիմա ոչնչացվել է, փոշիացել է եւ գլոբալ բիզնես Դուբայի կհայտնվի։ Որ Դուբային կհարվածեն, Դուբայի անունը, Դուբայի գործողությունները կապված են կայունության հետ։ Կայունության վրա է կառուցված։ Այդ կայունությունը մի 3 շաբաթում փոշիացել է եւ դարձել է ոչինչ եւ արաբական երկրները իհարկե տուժվել են արդեն։ Նորից են բոլորը տուժված են։ Եվ մեզ համար հիմնական խնդիրն է արդյոք այդ Ռուսները Տրամպի դեմքին են նայում, թե ով պիտի լուծի այս հարցը։ Կարող ես նայես, չնայես, բայց Տրամպը չի լուծել։ Տրամպի խասյաթոնին ուղղակի դուրս կգա այդ պատերազմից, հայտարարի, որ նորից հաղթել է, բայց այդ խնդիրները կմնան։ Շատ է, մի շատ ուշագրավ բան է տեղի ունեցել, Իսրայելը հարվածել է Կասպյան նավատորմին։ Այո։ Ինչ հաշվարկով։ Ինչ կապ ունի այդ նավատորմը ընթացող պատերազմի։ Երկու հատ կարող է տարբերակն է, ավելի շուտ երկուսն աշխատել են։ Առաջինը զուտ ռազմական տրամաբանության մեջ Իսրայելը, Միացյալ Նահանգները փորձում են փակել սպասարկման ճանապարհները Ռուսաստանից Իրան, Կասպից ծովով, որ
պատերազմի սպասարկումը որպես կոմունիկացիոն, լոգիստիկի խնդիր է լուծում։ Երկրորդը Իսրայելը կուզենա, որ պատերազմը լայնանա եւ Միացյալ Նահանգները չեմ կարող ասել, բայց Իսրայելը կուզենա երևի եւ պատերազմը լայնանում է եւ տարածվում է, ասենք Ադրբեջանի տարածքի վրա եւ Ադրբեջանը ներքաշվում է պատերազմի մեջ, որ դրոնները խփել են Այխճևանին, Ադրբեջանի նախագահն ինքան էմոցիոնալ փորձեց բառնել, բայց երևի Էրդողանը իրան կանգնեցրել, որ խելոք մնա, տեղը նստի, ներեցեք, այդ մի քիչ ուրիշ լեզվով խոսում, այդ քո պատերազմը չի, մեր պատերազմը չի, մի խառնի։ Բայց կուզենան ասենք, որ Ադրբեջանը խառնի պատերազմի մեջ, Թուրքիան խառնի պատերազմի մեջ։ Եվ դա մեկ համար իհարկե պետք է շատ Իսրայելը եւ հա, երբ պատերազմի մասշտաբները մեծանում են եւ այդ ժամանակ արդեն Իրանը չի կարողանալ դիմանալ։ Ավելի դժվար կլինի, եթե պատերազմի մեջ մտնի նաեւ Թուրքիան իր ներուժով հնարավորություններով, որովհետեւ եթե ուզում ես հասնել քո նպատակների ռեժիմը փոխես, դու պետք է ոտի հողի վրա ոտ ունենաս, պետք է բացի օդային կամպանիայից կազմակերպես նաեւ ցամաքային ներխուժում, բայց ցամաքային ներխուժման համար միայն մի պետություն ունի այնքան ներուժ եւ քանակ, դա Թուրքիան է։ Քուրդերը, մնացածները շատ փոքր են Իրանի համար, 10-20 հազար զորք, 90 միլիոնանոց ազգի դեմ, դա այն խաղակարտը չի, որը կարող ես խաղացնել, եթե Միացյալ Նահանգները իրոք Իսրայել ուզեն հասնեն ռեժիմի տապալման եւ ոչնչացման, իրանք պիտի խաղի մեջ մտցնեն Թուրքիան։ Լաչակա կասկածանք, այսօր շատ հանդիպեց դա ինձ։ որ Իսրայել Ադրբեջանի օդային տարածքից է թիրախավորել Կասպյան նավատորմը։ Այստեղ խնդրեմ չկա, այդ առաջի անգամ չի, դա տեղի է ունեցել 2025 թվականին, Իրանը դա գիտի։ Ուղղակի Իրանը հասկանում է, որ հիմա Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ ինքը պատրաստ չէ դրան։ Եթե պատրաստ լինի, եթե ինքը հասկանա, որ Ադրբեջանը արդեն լուրջ սպառնալիք է, այդ ժամանակ, եթե ինքը խփել է Կատարին, խփել է մնացած արաբական երկրների, այսօր խփել է Սաուդյան Արաբիային, հասկանալ է եւ Ադրբեջանի խփելը դա շատ փոքր խնդիր է։ Իրանը շատ շուտ կարող է Ադրբեջանի հարցը լուծել։ Այդ թեմայով հետաքրքիր քրոնիկոն է գնում այսօր Բայրամովն է հայտարարում Բաքուն հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանի դեմ հարձակումները հետաքննելու երաշխիքները։ Մի քիչ ոչ adekvat դրսևորումի շարունակությունն է։ Ադրբեջանը երբ մեր պատերազմից Իրան այդպիսի խոստում է տվել, որ կհետաքննի։ Կարող է խոստում ատվել, բայց հիմա ուշադրությունը Իրանի այդ մանր երկու շատ փոքր ինցիդենտների վերել, դա մի քիչ լուրջ չի։ Այդ ինձ համար ինդիկատորը նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մնում է ոչ adekvat։ Դες իրանք ճիշտ չեն գնահատում, ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում, իրանց հայտարարությունները չեն համապատասխանում սպառնալիքներին, որը իրանք կանգնած են։ Ինձ ձեռք հատալիս երևի կարող է ասել, որ Ադրբեջանը ճիշտ չի հասկանում վիճակը եւ այդման հայտարարություններ անում։ Մյուս կողմից ես հասկանում եմ, եթե պատերազմը անցնի Ադրբեջանի տարածք, ես որպես պետություն եւ ժողովուրդ պիտի արդեն լրիվ ուրիշ հարցեր կունենամ եւ դա հարցերը կլինեն իհարկե նաեւ ռազմական։ Մենք կկանգնած կլինենք ուրիշ հարցերի շուրջ։ Դա այդպիսի զարգացումը կփոխի նաեւ մեր անվտանգային կոմունիկացիան։ Իհարկե անվտանգության կոմունիկացիան է փոխում, այդ պատերազմը անշուշտ կարող է փոխանցվի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք։ Մենք պիտի դրան պատրաստ լինենք։ Եթե Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ, դա արդեն կլինի անկախ ներքաշեն։ Իրան ներքաշեն, այդ արդեն հետո վերլուծությունները կպարզեն ինչ է տեղի ունեցել, բայց Ադրբեջանը մտնում է պատերազմի մեջ կամ ներքաշվում է պատերազմի մեջ, մեզ համար վիճակը դառնում է անկախատեսելի ավելի մեծ։ Այսօր էլ անկախատեսելի, բայց ինչ որ ձևով դեռ Հայաստանի սահմաններին այդ սպառնալիքները դեռ կանգնած են, չեն ասել Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ գտնող տարածքի մեջ։ Դա Հայաստանի Նախիջևանը ամեն դեպքում ինչ որ նախազգուշական։ Դա ավելի շուտ պրովոկացիա է եղել։ Ներքաշել Ադրբեջանը Թուրքիան պատերազմի մեջ, ես այդպես եմ գնահատում։ Եվ ով է դա արել։ Տրամաբանական չի, որ Իրանն է արել դա։ Տրամաբանական չի, հա, իմ կարծիքով։ Իրանին դա պետք չէ, Իրանը հիմա կենտրոնացած է ուրիշ սպառնալիքների վրա։ Այսօրվա Բայրամովի հայտարարությունը հեռախոսազրույց էր տեղի ունեցել նախորդ օրը, Արաքչին եւ Բայրամովը խոսել էին իրար հետ։ Այդ հեռախոսազրույցից մի
կտոր եմ առանձնացրել, երբ առաջին ասում է, որ ոչ մի երկիր չպետք է թույլ տա օգտագործեն իր տարածքն ու ենթակառուցվածքները ընդդեմ իր հարևանի։ Սրանից էլ ուղիղ զգուշացում։ Ավելի զգուշացում, բայց նույն զգուշացումը ինքը հասցել է արաբական երկրների, չէ, որ եթե ձեր տարածքում կա ռազմական օբյեկտներ, որից հարվածներ ասում, մենք ձեզ հարվածել եւ իրանք հարվածում են այսօր։ Ադրբեջանի տարածքում հաստատ կան ռազմական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, որը օգտագործում են։ Դա նշանակում է Ադրբեջանը մնում է սպառնալիքի տակ, ռազմական սպառնալիքի տակ։ Եվ այդ վիճակում, եթե քո արտգործնախարարը այդպես հայտարարություններ անում, դա նշանակում է, որ Իլհամ Ալիևը ոչ adekvat է։ Այն ժամանակ շակետներում Էրդողանը իրար կանգնեցրեց, բայց կարող է գա մի պահ, որ ինքը դուրս գա սահմաններից, որովհետև հաղթանակ պատերազմից հետո Հայաստանի դեմ հայ ազգի դեմ 6 հատ կոալիցիա հավաքված ինքը իրոք կարող է գնահատում որ ինքն է հաղթել ոչ թե Թուրքիան եւ մնացածները Իսրայելը միասին ես եմ հաղթել դուք գիտեք որ ավտորիտար առաջնորդները ինչքան շատ են նստում աթոռին ձիվանին այնքան ոչ adekvat են դառնում եւ կորցնում են կապը իրականության հետ կարող է Իլհամ Ալիևը արդեն իրան կորցնում է կամաց դա վտանգավոր է Ադրբեջանի համար Եվ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պիտի պատրաստ լինենք նման սցենարների։ Ինչ է կանում, եթե Ադրբեջանը գլուխ կորցած մտնում է պատերազմի մեջ։ Մենք պիտի դրան պատրաստ լինենք, եւ դա բերում է եւ սպառնալիքներ, եւ հնարավորություններ։ Եթե դու պատրաստ ես դրան, դու կարող ես դրանից լավ հնարավորություններ քաղես, օգտվես դրանով եւ ունենաս լրիվ ուրիշ սահմաններ, որը ձևավորվել են 2023 թվականից հետո։ Դա ամեն ինչ կարող է հնարավոր լինի, բայց առաջինը Դու պետք է պատրաստ լինես վատագույն սցենարներին, քո ազգային անվտանգության համակարգը։ Հիմնական ինձ որ մտահոգում է դա փախստականների մեծ ծավալի Իրանից, եթե այնտեղ պատերազմը շարունակի, վեր այսքան մեծ թեմաներից երկարաժամկետ, այն ժամանակ կարող է մեծ հոսքեր առաջանալ։ Այդ հիմնական մտահոգությունն է Եվրոպայի, Թուրքիայի համար, որոնք պատրաստում են նման քայլերի եւ այլ շուտ չեն պատրաստում, իրենք չգիտեն այդ ժամանակ ինչ են անելու։ Որտեւ Սիրիայի փախստականների խնդրը այդքան մեծ հառաջացել է տեղի ունեցել Աֆղանիստանից, բայց Աֆղանիստանը Սիրիան դա 20 միլիոնանոց ժողովուրդ են, պետություններ, այստեղ 93 միլիոն են։ Լրիվ ուրիշ մասշտաբների է եւ դա ինչ է կարող տեղի ունենալ, ինչի կբերի ոչ մեկը չի ուզում հաշվարկել, չի ստացվում։ Դրա համար տարածաշրջանը Մերձավոր Արևելքը դարձել է շատ անկայուն եւ վտանգավոր միջավայր, տարածաշրջան, որտեղ գնում է տարածաշրջանային պատերազմ, որ տարածաշրջանային պատերազմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից սկսված, իրանք այդպես են մտածել, բայց Իրանին հաջողվել է այդ պատերազմը դարձնել գլոբալ, համաշխարհային, որտեղ Իրանի հարվածները ազդել են ոչ թե միայն տարածաշրջանային վրա, բայց գլոբալ միջավայրի, գլոբալ համակարգի վրա, համաշխարհային համակարգի վրա։ Դրա համար շատ դժվար է կողմնորոշվել եւ գնահատական տալ ինչ պատերազմի մեջ եք հիմա տարածաշրջանային պատերազմի մեջ եք մնում, թե արդեն համաշխարհային պատերազմի մեջ եք։ Եթե շարունակեք, ասենք 2020 թվականին մեր երկրորդ Արցախյան արշավը մենք մտել ենք որպես լոկալ պատերազմ հայ-ադրբեջանական, բայց արդեն երրորդ շաբաթը երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, այդ պատերազմը դարձավ արդեն ռեգիոնալ, տարածաշրջանային պատերազմ։ Հետո տարածաշրջանային պատերազմը Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ որպես լոկալ ուկրաինական պատերազմի դեմ, ռուս-ուկրաինական պատերազմ, բայց շատ շուտ միանգամից մի շաբաթում այդ պատերազմը դարձել է եվրոպական տարածաշրջանային պատերազմ։ Եվ հիմա Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսել են տարածաշրջանային պատերազմ, բայց այդ պատերազմը արդեն ինչ որ ոլորտներում դարձել է համաշխարհային։ Եվ այստեղ Հայաստանը, Հարավային Կովկասը, լինելով Մերձավոր Արևելքի մաս, կանգնած է լոկալ սպառնալիքների, ռազմական սպառնալիքների, տարածաշրջանային սպառնալիքների եւ գլոբալ սպառնալիքների առջեւ ռազմական։ Եվ դա պարտադրում է իշխանությունների ղեկավարության կողմից, ազգային անվտանգության համակարգի առաջնորդներից եւ համակարգից ընդհանրապես հասկանալ ինչքան լուրջ է վիճակը,
թողնել մնացած բոլոր ճակետներում ուշադրությունները եւ կենտրոնանալ միայն ու միայն Իրանի վրա, միայն ու միայն Սյունիքի վրա, միայն հայ իրանական եւ հայ ադրբեջանական սահմանների վրա, թուրքական սահմանների վրա։ Փաստորեն ստացվում է բոլոր սահմանները միայն վրացականից, դու հիմա պիտի կանգնած լինես լրիվ ուրիշ սպառնալիքների պատրաստման առաջնորդ։ Մենք պատրաստում չէինք, ինչքան ես գիտեմ, ազգային անվտանգության համակարգը հրապարակորեն իրանք չէին պատրաստում ման մեծ սպառնալիքներին։ Եվ հիմա դու պետք է ինչքան կարելի է շուտ այդ խնդիրները դնես եւ սկսես լուծումներ գտնել։